Պարոն Առաքելյան, Կիրակի օրը, երբ վարչապետը շրջում էր Երևանի փողոցներով զրուցում քաղաքացիների հետ, նաև մտավ Սուրբ Աննա եկեղեցի մասնակցելու պատարագին եւ այնտեղ տեղի ունեցավ մի միջադեպ, մի քաղաքացի փորձեց հարվածել վարչապետին եւ 3 անձ ձերբակալվեց, 2-ին 3 բաց թողեցին, մյուսը կալանավորվեց։ Առհասարակ այս միջադեպին ձեր գնահատականը։ Ընդհանրապես նման միջադեպը դատապարտելի է։ Առավել եւս երբ որ միջադեպը տեղի ունենում երկրի ղեկավարի նկատմամբ, սա փաստացի միջադեպ է պետության նկատմամբ եւ նման միջադեպերը մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նախադեպ ունենան։ Մենք գիտենք տարիներ առաջ երկրի ղեկավարների դեմ իրականացված ահաբեկչության մասին, դա բավականին թանկ է արժեցել մեր պետությանը, մեր հասարակության համար եւ հետեւաբար ցանկացած նման ոտնձգություն, ցանկացած նման քայլ պետքա օրենքի շրջանակներով խստիվ պատժվի եւ կանխվի։ Շատերը փորձեցին հերոսացնել այդ տղային, հետո սկսեցին գտնել մեղմացուցիչ հանգամանքներ, թե երիտասարդ է, 18 տարեկան է, դպրոցական է, վերջին զանգին պետք է մասնակցի, հետո ոչ հավաստի տեղեկություններ առողջականի մասին, թեև դեռ հստակ ինֆորմացիա այդ մասին չունենք, դրանով հանդերձ, այդուհանդերձ դա թույլատրելի արարք է։ Այդուհանդերձ մարդիկ, ովքեր նույնիսկ շեշտադրում են այդ անձի կամ անձանց թե առողջական եւ թե այլ հանգամանքները, նախ եւ առաջ այդ մարդիկ պետքա հենց իրենք չհերոսացնեն, հերոսացնելով նման քայլը նրանք արդարացնում են այդ նման հնարավոր հետագա արարքները։ Իսկ մենք գիտենք, որ ովքեր են այդ շրջանակները, ովքեր հերոսացնում են, դրանք են շրջանակներն են, որոնց ժամանակ տեղի ունեցել հոկտեմբերի 27, դրանք են շրջանակներն են, որոնց քաղաքական ղեկավարների կառավարման տարիների ընթացքում առնվազն թույլ է տրվել, որպեսզի տեղի ունենա հոկտեմբերի 27, որը մեր պետության եւ պետականության վրա շատ թանկ է արժեցել եւ հետեւաբար ես կարծում եմ, եթե անհանգստացած են իրոք այդ մարդիկ ոչ թե պետքա ուրեմն հերոսացնեն, այլ գոնե առնվազն ներողություն խնդրեն եւ ասեն, որ չգիտեմ, միգուցե իրավապահ մարմինները այլ մոտեցում ցուցաբերեն, մինչդեռ նրանք ընդհակառակը արդարացնում են եւ տպավորություն է, որ իրենք հենց դա էլ ուզում էին, որպեսզի շահարկեն այդ մարդկանց սոցիալական կարգավիճակը։ Եվ նաև երբ ասում են 18 տարեկան է, երեխա է, թեև մայրը ասաց, որ արդեն լրացել է 18-ը, 18 տարեկանները արդեն սահման են պահում։ Այո, այդպես է, ու ես կարծում եմ, որ այստեղ չպետք է շեշտադրվի, այսինքն խոսքը վերաբերում է հասուն մարդկանց մասին, առավել եւս երբ որ այդ մարդկանց թիկունքում կան ոնց հասկանում եմ էլի ինչ որ շրջանակներ եւ այստեղ այդ ամբողջ գործընթացի մեջ որոշակի կասկածելի հանգամանքներ կան։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցավ մի միջադեպ, ինչ որ բլոգեր հայհոյել էր նրան, որին նույնպես ձերբակալեցին, նրան նույնպես փորձում էին հերոսացնել, դեռ մի բան էլ Ալեն Սիմոնյանին էին մեղադրում։ Ըստ ձեզ այս ձերբակալումները գոնե որևէ ձևով կզսպեն մինչև ընտրություններ եւ մենք էլի ականատես կլինենք։ Ես կարծում եմ, որ նման դեպքերը անկախ նրանից ովքեր են ղեկավարները, ես կարծում եմ, որ նման դեպքերը պետք է խստիվ ուրեմն պատժվեն օրենքի շրջանակներում, քանի որ ինչպես արդեն նշեցի, մենք գործ ունենք նախ եւ առաջ պետության հետ եւ նման հարձակումները նախ եւ առաջ պետության դեմ հարձակումներ են եւ որպեսզի էլի չխորանանք այդ անցյալում իրեն ժամանակ ինչա տեղի ունենում մարդկանց հետ, ինչ էր տեղի ունենում, եթե իրանք նույնիսկ մի փոքր միգուցե անունը կրճատ էին ասում մարդկանց, գիտենք, որ իրենք հատուցում են իրաց կյանքի գնով եւ այսօր նման քայլերը ես կարծում եմ, այսինքն այսօր մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ որ բացառվում են նման իրավիճակներ, բայց միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ պետքա իրավապահ մարմինները թույլ գտնվեն եւ պետության ղեկավարի կամ պետության ղեկավարների նկատմամբ ցանկացած խուլիգանական արարք պետքա, չգիտեմ, ներվի կամ աչքաթող արվի, պետքա, չգիտեմ, կրկնեմ, շատերը իմ մոտ նաեւ տպավորություն կա, որ սա շատերը փորձում են շահարկել եւ իրենց սրտով է հենց որ այդ մարդիկ կալանավորվում են, որպեսզի իրենք նաեւ շահարկելու հնարավորություն ունենան։ Խոսենք մեկ այլ արատավոր երևույթի մասին, որը բացահայտել է հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշառք են բաժանել աշխատավարձի տեսքով, սա ինչ է ցույց տալիս, հա, կարող ենք ասել, որ ուժեղ Հայաստանը շարունակում է նախկինների ավանդույթը։ Տեսեք, ուժեղ Հայաստանը կամ այդ
ուժեղ Հայաստանի այդ շրջանակները շարունակում են ոչ թե նախկիների ավանդույթը, շարունակում են հենց իրենց ավանդույթը, քանի որ այդ նախկիներ երբ որ ասում են, իրանց մեջ այդ նախկիների մեջ իրենք էլ են մտնում, քանի որ նախկիների ժամանակ զբաղեցրել են լուրջ քաղաքական պաշտոններ եւ եղել են այդ քաղաքական թիմում եւ հետեւաբար բնականաբար իրենք այլ կերպ չեն կարող Հայաստանում ձայն հավաքել, քան ընտրակաշարքի դիմելուն, բայց դրանով հանդերձ պետք է նաև այս բացահայտումը նաև իրանց համար պետք է հիասթափեցնող լինի, քանի որ իրենք պետք է հասկանան, որ եթե նախկինում իրենք էին իշխանություն եւ անում էին այն ինչ որ ցանկանում էին, բաժանում էին այնքան կաշառք, որքան ցանկանում էին եւ գնում էին այնքան ձայն, որքան իրենք ցանկանում են, ապա այսօր իրավիճակը արմատապես փոփոխված է եւ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությունը թույլ չի տա, որպեսզի հերթական անգամ նսեմացնեն իր քաղաքացիների եւ իր քաղաքացիների ձայնը, իր քաղաքացիների ձայնի իրավունքը գնեն։ Այ որքան էլ Նարեկ Կարապետյանը փորձում էր անընդհատ ասել, որ իրենք նախկինների հետ կապ չեն ունենալու, իրենց ուժի մեջ նման մարդիկ չեն լինելու, բայց մենք մամուլից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ական շատ կարկառուն ներկայացուցիչներ աջակցում են ուժեղ Հայաստանին Սամվել Կարապետյանին, որոնցից մեկը Գագիկ Բեգլարյանն է, իր եղբայրն է, Լոռու նախկին մարզպետը եւ տարբեր այլ հայտնի մարդիկ։ Այս մասով ինչ կասեք։ Դե տեսեք, այստեղ այնքան ակնհայտ է, ուրեմն նախկիների հետ կապը կամ նախկին լինելը, որ նաև այդ ձեր թվարկած մարդկանց անունները նույնպես փաստում են եւ հաստատում են, որ այդ մարդիկ կապված են նախկին քրեա օլիգարխիկ համակարգի եւ նրա կարկառու ներկայացուցիչների հետ եւ իրենք բացի այդ մեթոդներով եւ այդ անձանցով այլ կերպ չեն կարող ինչ որ ձայներ ստանալ եւ մեծ առումով այդ կաշառք բաժանելն էլ ընտրակաշառք բաժանելն էլ խոսում է ոչ թե ուժի, այլ թուլության մասին եւ եթե իսկապես իրանք ուժեղ են, ապա պետքա չդիմեին ընտրակաշառքի եւ սպասեին ընտրություններին, իրանց քարոզարշավը անեին, սպասեին ընտրությունների եւ իրանց սպասված այդ մեծ ձայները ստանային, իսկ իրականում իրանք գիտեն, որ այստեղ ձայներ չունեն, իրանք գիտեն, որ թույլ են եւ միակ իրանց այսպես հարաբերական կամ չակերտավոր ուժը դա իրանց փողն է, ֆինանսական միջոցներն է եւ այսօր ուզում են փողի միջոցով էլի գնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բայց իրանք պետք է իմանան նաեւ հունիսի 7-ը ցույց կտա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն գնվում, ոչ էլ վաճառում։ Եվ նաեւ խնդրեմ ձեր կոչը հղեք այն մարդկանց, որոնք պատրաստ են վերցնել այդ ընտրակաշառքը, թեև արդեն օրենքը խստացվել է եւ վերցնողը նույնպես պատժվելու է։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, քաղաքացիներին, որոնց կդիմեն նման ուրեմն առաջարկներով նախ եւ առաջ դիմել համապատասխան մարմիններին, քանի որ այսօր վերցրած 1000 դրամ կաշառքը դա նշանակում է վաղվա ուրեմն ստրկություն, դա նշանակում է այսօր վերցրած 1000 դրամ կաշառքը դա նշանակում է վաղվա թույլ տնտեսություն, այսօր վերցրած 1000 դրամ կաշառքը դա նշանակում է վաղվա ուրեմն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նսեմացում եւ մեծ առումով այսօր վերցած 1000 դրամ կաշառքը դա նշանակում է վաղվա պատերազմ եւ այդ առումով ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին չտրվել այս կարճաժամկետ ինչ որ գայթակղությունների եւ գնալ ընտրություն կատարել հանուն Հայաստանի Հանրապետության, գնալ ընտրություն կատարել հանուն խաղաղության, գնալ ընտրություն կատարել Հայաստանի ուրեմն խաղաղ եւ կայուն զարգացման։ Լավ, միթե այդ ամեն ինչը, այդ կաշառք վերցնելը դաս չեղավ մեր քաղաքացիներին, չէ՞ որ նրանք ապրել են այդ դաժան 20-ամյակում, տեսել են ինչ է տեղի ունեցել, այդ հետընթացը, այդ զրկանքները։ Դե ցավալիորեն փաստորեն կան մեր իրականության մեջ մարդիկ, ովքեր տեսեք, այդ ձայնագրության մեջ խոսքը գնում էր նաև բժշկական ինչ որ ծառայության մատուցելուն, թեև պետությունը այսօր ըստ էության դա էլ է ապահովում քաղաքացիներին, բայց այսօր քաղաքացիները փաստացի նույնիսկ մոլորվածության արդյունքերն են։ Ես կարծում եմ շատերը մոլորված են իսկապես, ես կարծում եմ շատերի մոտ չիմացության խնդիր կա, եւ մենք պետք է այս ընթացքում շատ խոսենք այդ մասին, բացատրենք, որ այսօրվա այդ ուժերին տված կաշառքը նշանակում է վաղվա իրենց իրավունքների ոտնահարում, վաղվա իրենց ստրկացում, վաղվա մեր պետականության ոչնչացում։
Խոսենք նաև Ռոբերտ Քոչյանի նախկին մամուլի խոսնակի մի հայտարարության մասին, Վիկտոր Սողոմոնյանի մասին է խոսքը։ Նա վեստին հարցազրույց էր վերջերս տվել եւ հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ճակատամարտ են Կովկասի համար եւ համոզմունք հայտնել, որ առաջիկա ընտրությունների ելքը կորոշի քաղաքական պատկերը ողջ հարավային Կովկասի համար։ Կարող ասել, որ Վիկտոր Սողոմոնյանը բացահայտում է ընդդիմության իրական նպատակը եւ որոնք են այդ ուժերը եւ ինչ օրակարգ են սպասել։ Տեսեք, Վիկտոր Սողոմոնյանները իր շեֆերը մեծ առումով այո, միգուցե իրանք պայքարում են Կովկասի համար, ինչ որ իմպերիայի կազմում իրանք իմպերիայի որպես ուրեմն զինվորներ պայքարում են Կովկասի համար, բայց ոչ Հայաստանի համար։ Նրանց պայքարը երբեք չի եղել հանուն Հայաստանի, նրանց պայքարը եղել է այո հանուն այդ իմպերիայի շահերի, որտեղից իրանք նաև սնվում են բարի ուղիղ իմաստով եւ հետեւաբար իմ համար զարմանալի չի Վիկտոր Սողոմոնյանների նրա շեֆերի հայտարարությունները, որ Հայաստանի ներքին ընտրությունները ոչ թե Հայաստանի մասին են, այլ հենց իմպերիայի աշխարհաքաղաքական նկրտումների մասին են եւ դրա մասին ա որ մենք խոսում ենք, որ ասում ենք, որ այս քաղաքական շրջանակները ոչ մի ընդհանուր բան չունեն Հայաստանի Հանրապետության, նրա պետականության ու այդ շահերի հետ, իրենց շահերը փոխկապակցված են, ուղիղ կապված են այդ իմպերիայի Ռուսաստանի շահերի հետ եւ այսօր որպես Ռուսաստանի զինվորներ իրենք Հայաստանում պայքարում են հանուն Ռուսաստանի, որպեսզի Ռուսաստանը այդ Սողոմոնյանի ասածով վերցնի Հայաստանը վերցնելով վերցնի նաև Կովկաս։ Շնորհակալություն։ Ես ում շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։